Ծնունդդ շնորհավոր մայրիկ, սա քո նոր տունն է, ասաց որդիս, իջեցնելով ճամփրուկս ծերանոցի դարպասների մոտ։ Մասնագետները հոգ կտանեն քո մասին։ Ես լուր վերցրի պայուսակը։ Նրա կինը ժպտում էր։ Երբ ես մտա տնօրենի աշխատասենյակ, նա սարսափահար վեր թռավ։ Որդիս դեռ չգիտեր, որ հենց նոր գործեց իր կյանքի գլխավոր սխալը։ Եթե ձեզ հոգեհարազատ են այն պատմությունները, որտեղ բարին ու արդարությունը ավելի ուժեղ են գտնվում դավաճանությունից, խնդրում եմ, բաժանորդագրվեք ալիքին, հավանեք տեսանյութը եւ մեկնաբանություններում գրեք, թե որ երկրից եք։ Հաճելի ունկնդրում։ Ինձ կոչում են Աննա Բորիսովնա, եւ այսօր լրացավ իմ 75-ամյակը։ Այսօրվա առավոտը ոչնչով չէր տարբերվում հարյուրավոր այլ առավոտներից, որոնք ես անցկացրել էի միայնության մեջ ամուսնուս մահից հետո։ Ես արթնացա արևի շողից, որը ներթափանցել էր վարագույրի ճեղքից, երկար պառկած էի լսելով իմ երևանյան բնակարանի լռությունը։ Հոդերս ցավում էին հին, լարվածությունից ընկած դաշնամուրի պես, հիշեցնելով, որ երիտասարդությունը մնացել է շատ հեռու անցյալում։ Ես վեր կացա, գցեցի ուսերից իմ սիրելի տաք խալաթը եւ գնացի խոհանոց։ Թեյ պատրաստեցի հենց այն բաժակի մեջ, որի բռնակի մոտ հազիվ նկատելի ճաք կար, եւ որը ժամանակին ինձ նվիրել էր Արտակը, որդիս, երբ դեռ դպրոցական էր։ Բացիկի վրա, որը մինչ օրս պահվում է ինձ մոտ, զարդատուփի մեջ, նրա մանկական անվարժ ձեռագրով գրված էր. աշխարհի ամենալավ մայրիկին։ Ես նայում էի այդ բաժակին եւ մտածում, ուր կորավ այդ տղան։ Առավոտյան ժամը 10:00-ին դռան զանգը հնչեց։ Ես գիտեի, որ նրանք են Արտակը եւ նրա կինը Մանեն։ Նրանք խոստացել էին մտնել, շնորհավորելու։ Ես բացեցի դուռը։ Շեմին կանգնած էր որդիս, բարձրահասակ, բայելչակազմ, թանկարժեք կոստյումով, որը նրա վրա իդեալական էր նստած։ Կողքին Մանեն էր, ինչպես միշտ անթերի։ Սա նրվածք, դիմահարդարում, շուրթերին, քաղաքավարի, բայց սառը ժպիտ։ Մայրիկ, ծնունդդ շնորհավոր, առույգ ասաց Արտակը, մեկնելով ինձ քրիզանթեմների փունջը։ Հոբելյանի արթիվ, Աննա Բորիսովնա, ավելացրեց Մանեն, համբուրելով այդս։ Նրանից ինչ-որ սուր, նորաձև օծանելիքի հոտ էր գալիս, որը բոլորովին չէր համադրվում իմ հին բնակարանի հարմարավետության հետ։ Ես նրանց հրավիրեցի խոհանոց, ծաղիկները դրեցի ծաղկամանի մեջ, թեյ լցրեցի։ Նրանք նստեցին սեղանի շուրջ բոլորը զննելով։ Ես գիտեի նրանց այդ հայացքը։ Դրա մեջ ֆվճահարության եւ գերազանցության խառնուրդ կար։ Նրանք նայում էին իմ հին, բայց մաքուր վարագույրներին, մաշված լինոլեումին, պատի լուսանկարներին եւ վստահ եմ, մտածում էին ինչպես եմ ես այստեղ ապրում, անցյալի այս թանգարանում։ Մամ, մենք ես համար անակնկալ ենք պատրաստել, սկսեց Արտակը մի քանի րոպե լռությունից հետո, որը նվիրված էր եղանակի քննարկմանը։ Ինչ անակնկալ, զգուշացա ես։ Մենք որոշեցինք, որ դու պետք է իսկապես հանգստանաս, վրա բերեց Մանեն։ Մենք ես տանում ենք մի շատ լավ տեղ, քաղաքից դուրս։ Թարմ օդ, բնություն, խնամք, առողջարան։ Ես զարմացա։ Վերջին անգամ առողջարանում եղել էի մոտ 20 տարի առաջ, դեռ ամուսնուս հետ։ Դե, կարծես թե, անորոշ պատասխանեց Արտակը, խուսափելով իմ հայացքից։ Հավաքվիր մայրիկ, վերցրու իրերդ մի քանի շաբաթվա համար։ Ինչ որ բան նրա ձայնի մեջ, նրա փախչող աչքերում ստիպեց ինձ էլ ավելի զգուշանալ։ Ես փորձեցի ավելի մանրամասն հարցուփորձ անել, բայց նրանք միայն ձեռքով էին անում։ Մա անակնկալ է։ Ամեն ինչ ինքդ կտեսնես։ Ես գնացի իրերս հավաքելու։ Հին, բայց ամուր ճամփրուկի մեջ դրեցի մի քանի խալաթ, տաք բաճկոն, գրքեր, ճնշման դեղահաբերս։ Մինչ ես ննջասենյակում էի, լսեցի նրանց ցածրաձայն խոսակցությունը խոհանոցում։ Նա ոչինչ չի կասկածում։ Դա Մանեի ձայնն էր։ Կարծես թե ոչ, գլխավորը տեղ հասցնենք, իսկ այնտեղ արդեն ամեն ինչ որոշված է, պատասխանեց Արտակը։ Ռոբերտ Միսակ չտեղյակ է, նա ամեն ինչ կձևակերպի։ Վերջապես մենք կլուծենք այս խնդիրը, թեթևացած արտաշնչեց Մանեն։ Նշանակում է ես նրանց համար խնդիր եմ։ Ներսումս ամեն ինչ սառվեց։ Ես նստեցի մահճակալին եւ մի պահ ցանկացա հրաժարվել, ասել, որ ոչ մի տեղ չեմ գնա, բայց հասկացա, որ դա անիմաստ է։ Նրանք արդեն ամեն ինչ որոշել են իմ փոխարեն։ Ես պարզապես լուր օբյեկտ եմ, որին պետք է տեղափոխել ակետից բկետ։ Ես դուրս եկա նրանց մոտ ճամփրուկով։ Արտակը վերցրեց այն ձեռքիցս։ Ահա եւ ապրես մայրիկ։ Գնացինք։ Մենք իջանք ներքև, նստեցինք նրանց փայլուն սև քրոսովերը։ Ես նայում էի պատուհանից կողքով անցնող ծանոթ փողոցներին եւ զգում էի, որ ինձ տանում են ոչ թե պարզապես տնից,
այլ իմ սեփական կյանքից։ Եվ դժբախտության նախազգացումը, սառը եւ կպչուն, աճում էր յուրաքանչյուր կիլոմետրի հետ։ Մեքենան ընթանում էր մայրուղով, տանելով ինձ էլ ավելի հեռու Երևանից։ Քաղաքային տեսարանները փոխարինվեցին տխուր աշնանային դաշտերով։ Հետո ձգվեցին անտառները, որոնք թափում էին իրենց ոսկեգույն տերևները։ Մանեն նստած էր առջևում, Արտակի կողքին, եւ հեռախոսով ինչ-որ բան էր թերթում։ Արտակը վարում էր մեքենան, կենտրոնացած նայելով ճանապարհին։ Սրահում լռությունը ծանր էր, ճաշող։ «Մամ, դու ո՞նց ես քեզ զգում», հանկարծ հարցրեց Արտակը, աչքերը չկտրելով ճանապարհից։ «Նորմալ», ցածրաձայն պատասխանեցի ես։ «Թե չէ վերջին շրջանում դու ինչ-որ ցրված ես դարձել»։ «Իմիջայլոց», նկատեց Մանեն, գլուխը չշրջելով։ «Անցած շաբաթ զանգահարեցի քեզ, իսկ դու հարցնում ես, ով է»։ Ես պարզապես լավ չէի լսել, առարկեցի ես։ «Դե հա իհարկե», քմծիծաղեց նա։ Իսկ երբ մոռացար անջատել Արթուկը, լավ է, որ ես ժամանակին մտա։ Ես այն չէի մոռացել, ես այն այդ օրը չէի էլ միացրել։ Պինդ ասացի ես։ «Մայրիկ, դե հերիք է», միջամտեց Արտակը։ «Մենք չենք գնում վիճելու, մենք քո մասին հոգ ենք տանում։ Քեզ դժվար է մենակ մեզ բնակարանում։ Անընդհատ պետք է ինչ-որ բան հիշել, ամեն ինչին հետևել, իսկ տարիքդ արդեն այն չէ»։ Ես լռեցի, վիճելն անիմաստ էր։ Վերջին կես տարին նրանք միայն նրանով էին զբաղված, որ փնտրում էին իմ ծերունական տկարության ապացույցներ։ Մեկ ես իբր մոռացել էի վճարել լույսի համար, չնայած անդորագիրը դրված էր երևացող տեղում։ Մեկ շփոթել էի օրերը եւ տոնական ընթրիքը պատրաստել 1 օր շուտ։ Յուրաքանչյուր մանրուք, յուրաքանչյուր վրիպում ուռճացվում էր մինչև աղետի չափեր եւ մատուցվում որպես մոտեցող մարազմի ախտանիշ։ Ես շրջվեցի դեպի պատուհանը եւ սկսեցի նայել թարթող ծառերին։ Հիշողությանս մեջ արթնացավ մեկ այլ օր, մեկ այլ ուղևորություն։ Շատ տարիներ առաջ։ Ես մոտ 30 տարեկան էի, եւ մենք ամուսնուս հետ հին Ժիգուլիով գնում էինք շրջանային հիվանդանոց։ Մենք տանում էինք իմ մորը։ Նա արդեն շատ վատ էր։ Կաթվածից հետո գրեթե չէր խոսում, մեզ չէր ճանաչում։ Մենք գնում էինք նրան պետական ծերանոց հանձնելու, որովհետև չունեինք ոչ գումար խնամակալի համար, ոչ էլ ուժ շուրջօրյա նրան խնամելու։ Ես հիշում եմ այդ օրը մինչև մանրուքները։ Մոխրագույն խամրած պատեր, քլորի եւ անելանելիության հոտ, բուժքույրերի հոգնած, անտարբեր դեմքեր եւ մորս աչքերը, դատարկ, մարած, լի համր սարսափով։ Նա մահացավ այնտեղ 3 ամիս անց, կարոտից։ Ես մինչ օրս չեմ կարողանում ինձ ներել դա։ Հենց այն ժամանակ, կանգնած նրա գերեզմանի մոտ, ես երդվեցի ինքս ինձ. եթե ես երբևէ գումար եւ հնարավորություններ ունենամ, ես կանեմ ամեն ինչ, որպեսզի ոչ մի ծեր մարդ իր կյանքը չավարտի նման նվաստացման մեջ։ Ամուսնուս մահից հետո ես լավ ժառանգություն ստացա, եւ ես պահեցի իմ երդումը։ Ես ամբողջ գումարը ներդրեցի տարեցների համար մասնավոր պանսիոնատների ցանց ստեղծելու մեջ։ Ոչ թե շահույթի համար, այլ նրա համար, որպեսզի այնտեղ լինեն լավագույն պայմանները, լավագույն խնամքը, լավագույն վերաբերմունքը։ Ես ցանցը անվանեցի ոսկե տարիներ։ Ես չէի բարձրաձայնում, որ սեփականատերն եմ, ամեն ինչ կառավարում էի հոլդինգի միջոցով, անանուն։ Դա ինձ հնարավորություն էր տալիս ցանկացած պանսիոնատ այցելել առանց զգուշացման, որպես գաղտնի գնորդ, եւ ամեն ինչ տեսնել սեփական աչքերով, առանց գունազարդման։ Արտակը գիտեր, որ ես ունեմ ինչ-որ բիզնես, բայց նա երբեք չէր խորանում մանրամասների մեջ։ Ինչ-որ պասիվ եկամուտ, որը թույլ էր տալիս ինձ ապրել եւ օգնել նրան։ Նա անգամ չէր կռահում մասշտաբների մասին։ «Մամ, ինչի ես լռում»։ Արտակի ձայնը կտրեց ինձ հիշողություններից։ «Մտածում եմ», կարճ պատասխանեցի ես։ «Եվ ճիշտ ես անում», հավանություն տվեց Մանեն։ «Մտածիր այն մասին, թե ինչքան լավ կլինի քեզ հանգստանալ։ Ոչ մի հոգս, ոչ մի խնդիր»։ Մեքենան թեքվեց մայրուղուց դեպի նեղ ասֆալտապատ ճանապարհ, որը տանում էր Սոճիների անտառի խորքը։ Օդը դարձավ ավելի մաքուր, շատ երևի եւ խոնավ հողի հոտ էր գալիս։ Մի քանի րոպե անց մենք մոտեցանք բարձր դարբնագործ դարպասներին։ Դրանց վրա կախված էր գեղեցիկ, էլեգանտ ցուցանակ։ Մասնավոր պանսիոնատ ոսկե տարիներ։ Սիրտս մի պահ կանգ առավ։ Ես նայում էի այդ ցուցանակին, ծանոթ տարբերանշանին, ոսկե թղկու տերևին, որը ես ինքս էի ժամանակին նկարել սրճարանի անձեռոցիկի վրա, եւ չէի կարողանում հավատալ աչքերիս։ Նրանք ինձ բերել էին այստեղ, իմ սեփական պանսիոնատ, մի վայր, որը ես ստեղծել էի որպես հուշարձան մորս, որպես հույսի խորհրդանիշ հարյուրավոր այլ ծերերի համար։ Դե ահա, տեղ հասանք, առույգ ասաց Արտակը, կանգնեցնելով մեքենան մուտքի մոտ։ Հավանում ես, ես չպատասխանեցի։ Ես պարզապես նայում էի կոկի կարահետներին, խնամված ծաղկաթմբերին,
մեծ պատուհաններով լուսավոր ժամանակակից շենքին, եւ ես հասկացա, որ սա պարզապես անակնկալ չէ։ Սա մանրակրկիտ ծրագրված ցինիկ, դաժան ծաղրանք է։ Նրանք ինձ բերել էին իմ սեփական դրախտ, որպեսզի այն դարձնեն իմ բանտը։ Արտակը անջատեց շարժիչը։ Որոշ ժամանակ մենք բոլորս նստած էինք լռության մեջ։ Նարցես սպասում էր ինձնից ինչ-որ արձագանքի, հիացմունքի, զարմանքի, երախտագիտության։ Մանեն ինքնագոհ ժպիտով նայում էր ուղիղ իր առջև։ Ես պարզապես լռում էի, փորձելով զսպել ձեռքերիս դողը եւ խելահեղորեն բաբախող սիրտս։ Դե ինչու ենք նստել, իջնենք, խախտեց լռությունը Մանեն։ Մեզ արդեն սպասում են։ Արտակը դուրս եկավ մեքենայից, բացեց ինձ համար դուռը։ Ես դանդաղ ինչպես երազում դուրս եկա։ Օդը թարմ էր եւ մաքուր, բայց ես այն գրեթե չէի զգում։ Բոլոր զգայարաններս կենտրոնացած էին մեկ բանի, այն հսկայական հրեշավոր դավաճանության վրա, որը ծավալվում էր աչքերիս առաջ։ Արտակը բեռնախցիկից հանեց իմ հին ճամփրուկը։ Գնանք, մայրիկ։ Մենք շարժվեցինք դեպի գլխավոր մուտքը։ Պանսիոնատի շենքը հենց այնպիսին էր, ինչպիսին ես պատկերացնում էի հաշվետվություններով եւ լուսանկարներով։ Բաց գույնի աղյուս, պանորամային պատուհաններ, ընդարձակ տերաս։ Ամեն ինչ արված էր խելքով եւ հոգատարությամբ։ Իմ հոգատարությամբ մուտքի մոտ մեզ դիմավորեց սպիտակ խալաթով մի հաճելի կին։ Բարև ձեզ, դուք Աննա Բորիսովնայի մոտ եք։ Համեցեք խնդրեմ։ Ոչ, ուղղեց նրան Արտակը։ Սա հենց Աննա Բորիսովնան է, մայրս։ Մենք նրան բերել ենք ձեզ մոտ։ Կինը զարմացած նայեց ինձ, հետո Արտակին։ Ներեցեք, ես երևի ինչ-որ բան սխալ հասկացա։ Մենք այսօր նոր կենվորների ընդունում նախատեսված չունեինք։ Մենք պայմանավորվել էինք տնօրենի Ռոբերտ Միսակչի հետ, հունքերը կիտեց Մանեն։ Նա պետք է ամեն ինչ պատրաստ էր։ Այդ պահին նախասրահից դուրս եկավ ինքը, Ռոբերտ Միսակչը, բարձրահասակ ալեհեր տղամարդ, մոտ 60 տարեկան, հոգնած, բայց բարի աչքերով։ Բարձրահասակ ալեհեր տղամարդ, մոտ 60 տարեկան, հոգնած, բայց բարի աչքերով։ Ես նրան գիտեի միայն տեսակապով։ Մենք զանգահարվում էինք երամսյակը 1 հաշվետվության համար։ Նա երբեք ինձ կենթանի չէր տեսել։ Գիտեր միայն ձայնս եւ անանուն սեփականատիրոջ ազգանունը։ Արտակ Մանե։ Նա մոտեցավ մեզ։ Ես ձեզ սպասում էի, իսկ սա, ես այնպես եմ հասկանում, ձեր մայրն է։ Ռոբերտ Միսակչը մեկնեց ինձ ձեռքը։ Սերգեյ Պետրովիչը Ռոբերտ Միսակչը մեկնեց ինձ ձեռքը։ Շատ հաճելի է։ Բարի գալուստ ոսկե տարիներ։ Ես լուր սեղմեցի նրա տակ, ամուր ափը։ Ես տեսնում էի նրա աչքերում կարեկցանք։ Նա կարծում էր, որ ես հերթական դժբախտ պարավն եմ, որից երեխաները որոշել են ազատվել։ Մայրիկ։ Արտակը շրջվեց դեպի ինձ։ Նրա դեմքին հոգատարության եւ մասնակցության դիմակ էր։ Ահա հիմա դուք ապրես այստեղ։ Եվ այդ պահին նա արտասանեց այն նույն արտահայտությունը։ Արտահայտություն, որը պետք է ինձ կոտրեր, բայց դրա փոխարեն իմ մեջ վառեց սառը կրակ։ Ծնունդդ շնորհավոր, մայրիկ, սա քո նոր տունն է։ Նա դրեց իմ ճամփրուկը իդեալական մաքուր մարմարե հատակին։ Մասնագետները քո մասին հոգ կտանեն, ավելացրեց Մանեն, ժպիտով զննելով շքեղ նախասրահը։ Այստեղ քեզ ավելի լավ կլինի, քան քո հին բնակարանում։ Ես նայում էի նրանց, իմ որդուն եւ հարսին, եւ չէի ճանաչում նրանց։ Դրանք օտար, դաժան մարդիկ էին, ովքեր ժպիտով ինձ ուղարկում էին աքսոր իմ իսկ ծննդյան օրը։ Մենք երևի գնանք, ասաց Արտակը։ Մենք դեռ պետք է մի տեղ մտնենք։ Դուք անգամ չեք մնա ինձ հետ թեյ խմելու, ցածրաձայն հարցրի ես։ Մամ ջան, դե ինչ ես ասում։ Թափահարեց ձեռքերը Մանեն։ Դու պետք է հարմարվես, ծանոթանաս անձնակազմի հետ։ Մենք քեզ չենք խանգարի։ Մենք կզանգենք վաղը։ Նրանք շրջվեցին եւ գնացին դեպի ելքը։ Չգրկեցին հրաժեշտին, չհամբուրեցին, պարզապես գնացին։ Ես նայում էի նրանց հետևից, նրանց հեռացող մեջքերին։ Դուռը նրանց հետևից փակվեց, կտրելով ինձ անցյալից։ Ես մնացի կանգնած նախասրահի մեջտեղում, իմ հին ճամփրուկով։ Կողքիս կանգնած էր Ռոբերտ Միսակչը։ Աննա Բորիսովնա, մեղմ ասացնա։ Եկեք ես ուղեկցեմ ձեզ ձեր սենյակ։ Իսկ հետո մենք կձևակերպենք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ Ես դանդաղ գլխով արեցի։ Ես գիտեի, որ հիմա չպետք է ցույց տամ ոչ արցունքներ, ոչ հուսահատություն։ Հիմա ես պետք է ուժեղ լինեմ։ Ես պետք է խաղամ իմ դերը, լքված մոր դերը, մինչև այն պահը, երբ կգա ժամանակը ցույց տալու, թե ով է այստեղ իսկական տիրուհին։ Ռոբերտ Միսակչը ուղեկցեց ինձ երկրորդ հարկ։ Միջանցքները լուսավոր էին եւ ընդարձակ։ Պատերից կախված էին բնանկարներով նկարներ։ Թաղարներում կենթանի ծաղիկներ էին դրված։ Թարմության եւ ինչ-որ անորսալի տնական հոտ էր գալիս։ Գուցե ճաշարանի թարմ թխվածքի, ամեն ինչ հենց այնպես էր, ինչպես ես ուզում էի։ Ոչ մի քլորի եւ հիվանդանոցի հոտ։
Ահա ձեր սենյակը։ Նա բացեց դուռը։ 212։ Սենյակը փոքր էր, բայց շատ հարմարավետ։ Մեծ մահճակալ օրթոպեդիկ ներքնակով, հարմարավետ բազկաթոռ պատուհանի մոտ, փոքրիկ սեղան, հեռուստացույց պատին եւ առանձին սանհանգույց անվտանգության բռնակներով։ Ես ինքս էի հաստատել այս նախագիծը, յուրաքանչյուր դետալ։ Տեղավորվեք, ասաց Ռոբերտ Միսակչը։ Կես ժամից ես կմտնեմ ձեր հետևից եւ մենք կգնանք իմ աշխատասենյակ ձևակերպման համար։ Եթե ինչ-որ բան պետք լինի, ահա անձնակազմի կանչի կոճակը։ Նա դուրս եկավ, կամաց փակելով իր հետևից դուռը։ Ես մնացի մենակ, մոտեցա պատուհանին։ Այնտեղից տեսարան էր բացվում դեպի Սոճիների անտառը եւ փոքրիկ լիճը։ Գեղեցիկ է, հանգիստ, իդեալական տեղ, ծերությունը դիմավորելու կամ միայնությունից ու դավաճանությունից խելագարվելու համար։ Ես նստեցի բազկաթոռին եւ միայն այդ ժամանակ թույլ տվեցի ինձ արտաշնչել։ Արցունքները չէին գալիս։ Ներսում ինչ-որ տարօրինակ սառը դատարկություն էր։ Ես չէի զգում ոչ ցավ, ոչ վիրավորանք, միայն սառցե հանգստություն։ Ես մտածում էի Արտակի եւ Մանեի մասին։ Ինչու դա նրանց պետք եղավ։ Իմ բնակարանը, այն չարժե այնքան գումար, որպեսի նման ներկայացում սարքեն։ Իմ խնայողությունները, նրանք չգիտեին, թե ես իրականում ինչքան ունեմ։ Նշանակում է բանը միայն փողի մեջ չէր։ Ես նրանց համար խնդիր էի։ Բեռ հիշեցում այն մասին, որ նրանք միշտ չէ, որ եղել են այդքան հաջողակ եւ հարուստ։ Ես նրանց անցյալն էի, որից նրանք ուզում էին ազատվել։ Ես վեր կացա եւ սկսեցի զննել սենյակը։ Բացեցի պահարանը, ստուգեցի կոմոդի դարակները։ Ամեն ինչ նոր էր, մաքուր, որակյալ։ Մոտեցա մահճակալին, ձեռքը սկսեցի ծածկոցին, փափուկ, շոշափելիս հաճելի կտոր։ Ես գիտեի, որ այս պանսիոնատում ամեն ինչ բարձր մակարդակի վրա է։ Ես ինքս էի դա պահանջում իմ կառավարիչներից։ Կես ժամ անց, ինչպես եւ խոստացել էր, իմ հետևից մտավ Ռոբերտ Միսակչը։ Դե ինչ, մի փոքր հարմարվեցիք։ Այո, շնորհակալություն, այստեղ շատ հարմարավետ է, պատասխանեցի ես, բառեր ընտրելով։ Մենք գնացինք միջանցքով։ Ես աշխատում էի քայլել դանդաղ, մի փոքր կուզ եկած, խաղալով թույլ, շփոթված պարավի դերը։ Ես տեսնում էի, թե ինչպես է նա իմ կողմն նետում կարեկցող հայացքներ։ Մենք անցնում էինք ընդհանուր հյուրասենյակի կողքով։ Այնտեղ բազմոցներին նստած էին մի քանի տարեց մարդիկ։ Ինչ-որ մեկը գիրք էր կարդում, մյուսը հեռուստացույց էր նայում, երկուսը շախմատ էին խաղում։ Մթնոլորտը հանգիստ էր, խաղաղ։ Ինձ մոտեցավ բուժքույրը, բարի աչքերով երիտասարդ մի աղջիկ։ Բարև ձեզ, Աննա Բորիսովնա, իմ անունը Անգելինա է, եթե ձեզ ինչ-որ բան պետք լինի, դիմեք։ Շնորհակալություն, Անգելինա ջան, ժպտացի ես տեսնում էի, որ անձնակազմն այստեղ ճիշտ է ընտրված։ Քաղաքավարի, ուշադիր, առանց այն պաշտոնական անտարբերության, որը ես այնքան լավ հիշում էի հիվանդանոցից, որտեղ մահանում էր մայրս։ Տնօրենի աշխատասենյակը գտնվում էր առաջին հարկում։ Մեծ, լուսավոր, դեպի այգի նայող պատուհաններով։ Ռոբերտ Միսակչը առաջարկեց ինձ նստել իր սեղանի դիմացի բազկաթոռին։ Եկեք սկսենք։ Ինձ պետք կլինեն ձեր անձնագրային տվյալները եւ որոշ տեղեկություններ ձեր առողջության մասին։ Նա հանեց հարցաթերթիկը եւ գրիչը։ Ես նայում էի նրան եւ մտածում. ինչպես ասեմ նրան, թե ով եմ ես, ասել հենց հիմա։ Ոչ, դեռ շուտ է։ Ես ուզում էի տեսնել, թե նա ինչպես իրեն կպահի, ինչ կհարցնի։ Ես ուզում էի այդ դերը մինչև վերջ խաղալ։ Աննա Բորիսովնա, նա նայեց ինձ ակնոցի վրայով։ Ձեր որդին ասաց, որ դուք հիշողության հետ կապված որոշ խնդիրներ ունեք։ Դա այդպես է։ Երբեմն ես մի փոքր ցրված եմ լինում, խուսափողական պատասխանեցի ես։ Հասկանում եմ, գլխով արեց նա։ Մի անհանգստացեք, մենք այստեղ հրաշալի մասնագետներ ունենք, մենք ձեզ կօգնենք։ Նա հարցեր էր տալիս։ Ես պատասխանում էի հանգիստ, ցածր, մի փոքր կմկմալով։ Ես տեսնում էի, որ նա հավատում է ինձ, հավատում է անօգնական զոհի իմ կերպարին։ Եվ դրանից ես ինձ էլ ավելի վատ էի զգում։ Նա լավ մարդ է, մասնագետ, եւ նա նույնպես դարձել է այս խաբեության մասնակիցը, ինքն էլ դա չիմանալով։ Երբ մենք վերջացրինք հարցաթերթիկը, նա մի կողմ դրեց գրիչը եւ ասաց. Դե ահա, եւ վերջ այսօրվա համար։ Հիմա հանգստացեք, վաղն առավոտյան ձեզ կայցելի մեր բժիշկը, զննման համար։ Ես բարձրացա, որպեսի գնամ, բայց հենց դրան մոտ կանգ առա։ Ռոբերտ Միսակչ, ասացի ես, իսկ դուք չէիք կարող ցույց տալ ինձ ձեր պանսիոնատի կանոնադրական փաստաթղթերը։ Ինձ պարզապես հետաքրքիր է։ Նա զարմացած բարձրացրեց հոնքերը։ Ինչի համար, պարզապես ուզում եմ իմանալ, թե ուր եմ ընկել։ Նա մի պահ մտածեց, իսկ հետո ուսերը թոթվեց։ Լս կխնդրեմ իրավաբանին պատրաստել ձեզ համար պատճենները։ Ես դուրս եկա նրա աշխատասենյակից։
Առաջին քայլն արված էր։ Ես գիտեի, որ երբ նա տեսնի իմ ազգանունը հոլդինգի հիմնադիրների ցուցակում, որին պատկանում է ոսկե տարիներ ամբողջ ցանցը, նրա զարմանքը կփոխվի շոկի, խաղը սկսվեց։ Վերադառնալով իմ սենյակ, ես առաջին հերթին ճամփրուկից հանեցի գիրքը։ Ընթերցանությունը միշտ օգնում էր ինձ հանգստանալ, մտքերը կարգի բերել, բայց կենտրոնանալ ես չկարողացա։ Բառերը լողում էին աչքերիս առաջ։ Ես մտածում էի Արտակի մասին։ Միթե նա իսկապես հավատացել է իմ հիվանդությանը, թե դա պարզապես հարմար պատրվակ էր իր արարքն արդարացնելու համար։ Ես մոտեցա պատուհանին։ Այգում զբոսնում էին պանսիոնատի բնակիչները, ինչ որ մեկը նստած էր նստարանին, փաթաթված ծածկոցով։ Մյուսը դանդաղ քայլում էր արահետներով։ Նրանք հանգիստ, խնամված տեսքում էին։ Ես տեսնում էի, որ նրանց այստեղ լավ է, եւ դրանից հոգիս մի փոքր թեթևանում էր։ Իմ գործը, այն, ինչի մեջ ես ներդրել էի ամբողջ հոգիս եւ փողերը, աշխատում էր։ Այն օգուտ էր բերում մարդկանց, եւ դա գլխավորն էր։ Երեկոյան իմ դուռը թակեց նույն բուժքույրը, Անգելինան։ Աննա Բորիսովնա, ինչպե՞ս եք ձեզ զգում։ Գուցե թեյ կամ ինչ-որ բան ուտել եք ուզում։ Շնորհակալություն, Անգելինա։ Թեյից չեմ հրաժարվի։ Նա արագ բերեց ինձ մի բաժակ բուրավետ խոտաբույսերով թեյ եւ թխվածքաբլիթներով ափսե։ Եթե ինչ, ես հերթապահում եմ այսօր ամբողջ գիշեր։ Մի քաշվեք, սեղ մեկ կոճակը։ Դուք վաղուց եք այստեղ աշխատում, հարցրի ես։ Արդեն 3-րդ տարին։ Ինձ այստեղ շատ է դուր գալիս։ Մենք հրաշալի կոլեկտիվ ունենք եւ տնօրեն Ռոբերտ Միսակչը շատ պարկեշտ մարդ է։ Իսկ գեմվորները չեն դժգոհում։ Ինչ եք ասում, ժպտաց նա։ Բոլորը շատ գոհ են։ Պայմանները հրաշալի են, խնամքը։ Ոմանք ասում են, որ այստեղ ավելի լավ է, քան տանը։ Նա գնաց, իսկ ես մնացի իմ մտքերի հետ։ Նշանակում է Ռոբերտ Միսակչը իսկապես լավ ղեկավար է։ Դա ուրախացնում էր, բայց դա նաև բարդացնում էր իմ խնդիրը։ Ինձ տհաճ էր նրան ներքաշել այս կեղտոտ պատմության մեջ։ Հաջորդ առավոտ նախաճաշից հետո ես որոշեցի զբոսնել տարածքում։ Պանսիոնատը շրջապատված էր սոճու անտառով։ Օդը մաքուր էր, արբեցնող։ Ես դանդաղ քայլում էի ասֆալտապատ արահետով, շնչելով փշատերևի հոտը։ Ինձ ընդառաջ եկավ մի տարեց զույգ։ Նրանք քայլում էին թևանցուկ, ինչ որ բան ցածրաձայն խոսելով։ Տեսնելով ինձ, նրանք շփտացին եւ բարևեցին։ Դուք մեզ մոտ նոր եք, հարցրեց կինը։ Այո, երեք եմ եկել, ընտելացեք։ Այստեղ լավ է, ասաց նրա ամուսինը։ Անգիստ, ապահով։ Ես առաջ գնացի եւ որքան շատ էի տեսնում, այնքան իմ մեջ ամրանում էր մի զգացում։ Ես չէի կարող թույլ տալ Արտակին եւ Մանեին քանդել սա։ Ոչ միայն իմ կյանքը, այլև գործը, որն ինձ այդքան թանկ էր։ Ցերեկը, ինչպես եւ խոստացել էր, ինձ մոտ մտավ բժիշկը, տարեց, ինտելիգենտ մի տղամարդ։ Նա ուշադիր զննեց ինձ, հարցեր տվեց։ Ես պատասխանում էի անկեղծ, ոչինչ չթաքցնելով։ Դատելով ձեր անալիզներից, որոնք ինձ փոխանցել է ձեր որդին, դուք չունեք ոչ մի լուրջ ճանաչողական խանգարում, ասաց նա, ավարտելով զննումը։ Փոքր տարիքային ցրվածություն, բայց դա հիվանդություն չէ։ Իսկ որդիս հակառակն է պնդում։ Դառը քմծիծաղեցի ես։ Բժիշկը առաջեց, ցավոք, պատահում է։ Երբեմն երեխաները տեսնում են այն, ինչ ուզում են տեսնել։ Նրա գնալուց հետո ես ուժերի ներհոսք զգացի։ Ես ունեի մասնագետի եզրակացությունն այն մասին, որ ես սթափ մտքի տեր եմ։ Դա եւս մեկ հաղթաթուղթ էր իմ ձեռքում։ Ես որոշեցի գործել։ Ես մոտեցա բուժքրոջ կետին։ Անգելինա ջան, չէի կարող փոխանցել Ռոբերտ Միսակչին, որ ես սպասում եմ այն փաստաթղթերին, որոնց մասին պայմանավորվել էինք։ Իհարկե, Աննա Բորիսովնա, ես հենց հիմա նրան կհիշեցնեմ։ Ես վերադարձա իմ սենյակ եւ սկսեցի սպասել։ Ես գիտեի, որ այս պահը կդառնա շրջադարձային։ Մեկ ժամ անց դուրս թակեցին։ Դա Ռոբերտ Միսակչն էր։ Ձեռքում նա բռնել էր բարակ թղթապանակ։ Ահա, ինչպես եւ խնդրել էիք, ասաց նա մեկնելով ինձ փաստաթղթերը։ Gordon AG Investments Holding-ի կանոնադրական փաստաթղթերի պատճենը, որին պատկանում է մեր ցանցը։ Նա ասում էր դա հանգիստ, բայց ես տեսնում էի նրա աչքերում հետաքրքրասիրություն։ Նա չէր հասկանում, թե ինչի համար է դա ինձ պետք։ Ես վերցրի թղթապանակը, բացեցի այն առաջին էջի վրա։ Հիմնադիրն էր Սեդրակյան Աննա Բորիսովնա 90%։ Ես լուր մեկնեցի նրան թուղթը։ Նա վերցրեց այն, աչքի անցկացրեց։ Հետո եւս մեկ անգամ։ Հետո հայացքը բարձրացրեց ինձ վրա։ Նրա դեմքը գունատ էր։ Նա նայում էր ինձ այնպես, կարծես ուրվական էր տեսել։ Աննա Բորիսովնա, շշնջաց նա։ Դա դուք եք։ Այո, Ռոբերտ Միսակչ, հանգիստ պատասխանեցի ես։ Դա ես եմ։
Եվ ես կարծում եմ ժամանակն է, որ մենք ձեզ հետ լուրջ խոսենք այն մասին, թե ինչպես ես այստեղ հայտնվեցի, եւ թե ինչ ենք մենք անելու հետո։ Ռոբերտն իսակ չնայում էր ինձ, եւ ես տեսնում էի, թե ինչպես է նրա աչքերում արտացոլվում զգացմունքների մի ամբողջ գամմա՝ շոկ, անվստահություն, շփոթմունք եւ վերջապես սկսվող հասկացում։ Նա մի քանի անգամ հայացքը տեղափոխեց փաստաթղթից իմ դեմքին, կարծես փորձելով համադրել խիստ անտեսանելի սեփականատիրոջ կերպարը, ում հետ նա շփվում էր պաշտպանված տեսակապով, եւ իր դիմաց հիվանդանոցային բազկաթոռին նստած հանգիստ տարեց կնոջը։ Ես չեմ հասկանում, վերջապես արտաբերեց նա, նստելով իմ դիմացի աթոռին։ Նրա սովորական ինքնավստահությունը ինչ-որ տեղ անհետացավ։ Ինչպես։ Ինչու՞։ Որովհետև իմ սեփական որդին որոշեց, որ ես դարձել եմ բեռ նրա համար։ Պատասխանեցի ես հավասար, զգացմունքներից զուրկ ձայնով, եւ իմ 75-րդ ծննդյան օրը նա ինձ մատուցեց ահա այսպիսի նվեր։ Նա լուր լսում էր, մինչ ես համառոտ, առանց ավելորդ մանրամասների եւ արցունքների վերապատմում էի նրան վերջին օրերի իրադարձությունները անակնկալի մասին, մոռացկոտության կեղծ մեղադրանքների մասին, հարսի սառը ժպիտի մասին։ Որքան շատ էի խոսում, այնքան մռայլվում էր նրա դեմքը։ Աստված իմ, շշնջաց նա, երբ ես ավարտեցի։ Ես դրա մի մասն էի։ Ես օգնեցի նրանց փակել ձեզ այստեղ։ Դուք չգիտեիք, Ռոբերտ Միսակչ, դուք գործել եք ըստ հրահանգի։ Եվ ի դեպ, դուք եւ ձեր անձնակազմը միակն եք, ով այս պատմության մեջ իրեն արժանապատիվ պահեց։ Նա ձեռքը տարավ դեմքին։ Ինչ է լինելու հիմա։ Ինչ եք պատրաստվում անել։ Սկզբի համար, ասացի ես, եւ իմ ձայնը պողպատյա երանգներ ստացավ։ Ինձ պետք է անվտանգ հեռախոս եւ ինտերնետի հասանելիություն եւ ձեր աշխատասենյակը մոտակա մի քանի ժամվա համար։ Նա առանց տատանվելու գլխով արեց։ Իհարկե, ինչ որ կամենաք։ Մենք գնացինք նրա աշխատասենյակ։ Նա փակեց դուռը ներսից։ Ես նստեցի նրա տնօրենի բազկաթոռին։ Այն հարմարավետ էր կաշվե։ Ես ինձ զգացի իմ տեղում։ Ռոբերտ Միսակչը մեկնեց ինձ իր անձնական նոութբուքը եւ հեռախոսը։ Ինչ անեմ ես, հարցրեց նա։ Ես պատրաստ եմ օգնել ամեն ինչով, ինչով կարող եմ։ Առայժմ պարզապես եղեք կողքիս։ Ինձ կարող է վկա պետք գալ։ Ես բացեցի նոութբուքը։ Ձեռքերս թեթևակի դողում էին, բայց ես հաղթահարեցի հուզմունքը։ Առաջին հերթին ես մտա իմ կորպորատիվ փոստ, որին հասանելիություն ունեի միայն հատուկ պաշտպանված սարքերից։ Գտա մեր հոլդինգի իրավաբանական բաժնի ղեկավարի Հայկ Առաքելյանի կոնտակտները։ Ես նրան ճանաչում էի շատ տարիներ։ Նա այն մարդկանցից մեկն էր, ում ես վստահում էի։ Ես հավաքեցի նրա համարը։ Հայկ, ողջույն։ Սեդրակյան Աննա Բորիսովնան է։ Նրա ձայնի մեջ անկեղծ զարմանք կար։ Ինչ որ բան է պատահել։ Դուք երբեք չեք զանգում այս ժամին։ Պատահել է Հայկ։ Պատահել է այն, ինչից ես ամենաշատն էի վախենում։ Որդից որոշել է, որ ես խելագարվել եմ։ Ես արագ, սեղմ ներկայացրի նրան իրավիճակը։ Նա լսում էր չընդհատելով, միայն ծանր շնչում էր լսափողի մեջ։ Այսպես, ասաց նա, երբ ես ավարտեցի, ես ամեն ինչ հասկացա, ինչպիսին կլինեն հրահանգները։ Առաջինը, անհապաղ արգելափակել որդուս Արտակ Սեդրակյանի բոլոր հաշիվները եւ քարտերը, որոնք բացված են մեր բանկում, բոլորը առանց բացառության։ Կարվի հիմնավորումը, խարդախության գործողությունների կասկած եւ միջոցների ապուրինի տիրացման փորձ։ Ես կուղարկեմ քեզ փաստաթղթերի սկանները, որոնք նրանք փորձել են օգտագործել։ Ընդունված է։ Էլ ինչ, հիփոթեքի երաշխավորության պայմանագիրը։ Ես հանդես էի գալիս որպես երաշխավոր, հիշում եմ այդ պայմանագիրը։ Սկսել դրա խզման ընթացակարգը կապված վստահության կորստի եւ վարկառուի կողմից խարդախության գործողությունների հետ։ Թող բանկը նրանց ներկայացնի ամբողջ գումարի վաղաժամկետ մարման պահանջ։ Լսափողում մի վայրկյան լռություն տիրեց։ Աննա Բորիսովնա, դուք վստահ եք, զգուշորեն հարցրեց Հայկը։ Դա նշանակում է, որ նրանք ամենայն հավանականությամբ կկորցնեն տունը։ Ես վստահ եմ, Հայկ։ Նրանք ուզում էին զրկել ինձ իմ տնից։ Թող հիմա զգան, թե դա ինչ է։ Լավ, ես ամեն ինչ կանեմ։ Վաղը առավոտյան նրանց հաշիվներին ոչ մի կոպեկ չի լինի, եւ բանկից պաշտոնական ծանուցումը կլինի շեմին։ Շնորհակալություն, Հայկ։ Ես հույսս դնում եմ քեզ վրա։ Ես դրեցի լսափողը։ Ռոբերտ Միսակչը նայում էր ինձ ինչ-որ նոր արտահայտությամբ։ Նրա հայացքում ոչ պարզապես կարեկցանք էր, այլ հարգանք։ Դուք շատ ուժեղ կին եք, Աննա Բորիսովնա։ Ես ուժեղ չեմ, պատասխանեցի ես, նայելով պատուհանին, որի հետևում սկսվում էր մայրամուտը։ Ես պարզապես չեմ ուզում զոհ լինել։ Չափազանց երկար եմ եղել։ Այդ պահին ես զգացի, որ բեկումը տեղի ունեցավ։ Նժարը թեքվեց իմ կողմը։ Նրանք կարծում էին, որ փակել են ինձ վանդակում,
բայց նրանք չգիտեին, որ այդ վանդակը իմն է, եւ հիմա ես կսահմանեմ դրա մեջ իմ կանոնները։ Երբ ես դրեցի լսափողը Հայկի հետ խոսելուց հետո, աշխատասենյակում լռություն տիրեց։ Ռոբերտ Միսակչը լուր լցրեց ինձ մի բաժակ ջուր։ Ես մի գումարեցի։ Ջուրը սառն էր եւ ինչ-որ կերպ մետաղի համուն էր, կամ գուցե դա ընդունած որոշման համն էր։ Նրանք կիմանան այդ մասին վաղը առավոտյան, ասացի ես։ Ավելի շատ ինքս ինձ, քան նրան։ Իսկ ինչ կլինի հետո, ցածրաձայն հարցրեց նա։ Խուճապ, զայրույթ, մեղադրանքներ, ամեն ինչ բացի զղջումից։ Ես ճիշտ էի։ Ես գիշերն անցկացրի պանսիոնատի իմ սենյակում։ Երկար ժամանակ անց առաջին անգամ ես քնեցի ամուր, առանց երազների։ Առավոտյան ինձ արթնացրեց ոչ թե զարթուցիչը, այլ ներքին հանգստության զգացումը։ Ես վեր կացա, ցնցուղ ընդունեցի, հագնվեցի։ Ճաշարանում ինձ դիմավորեցին անձնակազմի քաղաքավարի ժպիտները։ Ես նախաճաշեցի, սուրճ խմեցի եւ սպասեցի։ Առաջին զանգը հնչեց մոտավորապես ժամը 10:00-ին։ Ռոբերտ Միսակչի հեռախոսին, որը նա թողել էր ինձ, երևաց արտակի համարը։ Ես չպատասխանեցի։ 1 րոպե անց հաղորդագրություն եկավ։ Մայրիկ, ինչ է կատարվում։ Իմ քարտերը արգելափակված են։ Ես մի կողմ դրեցի հեռախոսը։ Կես ժամ անց նորից զանգ։ Այս անգամ մանեն։ Ես էլի չվերցրի։ Նրանից եկած հաղորդագրությունը ավելի էմոցիոնալ էր։ Աննա Բորիսովնա, սա ինչ-որ սխալ է։ Մենք չենք կարողանում գումար հանել։ Արտակը կարևոր խորհրդակցություն ունի, իսկ նա չի կարող անգամ տաքսու համար վճարել։ Մի բան արեք։ Ես քմծիծաղեցի։ Մի բան արեք։ Կարծես ես կախարդ եմ, ով պետք է լուծի նրանց խնդիրները։ Կեսօրին նրանց խուճապը հասավ գագաթնակետին։ Նրանք զանգում էին անդադար, գրում զայրալից հաղորդագրություններ, ամեն ինչում մեղադրելով բանկին, համակարգին, ում ասես միայն ոչ իրենց։ Նրանք դեռ չէին հասկացել, որ դա ես եմ արել։ Նրանք դեռ ինձ համարում էին անօգնական պարավ, փակված պանսիոնատում։ Մոտավորապես ժամը 3-ին ինձ զանգահարեց Հայկը։ Աննա Բորիսովնա, ամեն ինչ պատրաստ է, հաշիվները սառեցված են։ Հիփոթեքի վաղաժամկետ մարման ծանուցումը ուղարկված է սուրհանդակով։ Նրանց մոտ կլինի 1 ժամից։ Շնորհակալություն, Հայկ ջան։ Նրանք զանգել էին բանկ, շարունակեց նա։ Պահանջում էին բացատրություններ։ Նրանց քաղաքավարի պատասխանել են, որ դա կապված է ստուգման հետ, հոլդինգի հիմնական բաժնետիրոջ հարցմամբ։ Նրանք գիտեն, որ դա ես եմ։ Առայժմ ոչ, բայց կարծում եմ շուտով կգրվի ինքնեն։ Ես նստած էի սենյակիս պատուհանի մոտ, բազկաթոռին եւ նայում էի սոճիներին։ Ես նրանց չէի խղճում, ինձ դառն էր նրանից, որ ես ստիպված էի գնալ դրան, որ իմ սեփական որդին հասցրեց ինձ նրան, որ ես պետք է պաշտպանվեի նրանից, ինչպես թշնամուց։ Ես հիշում էի նրան փոքր ժամանակ, թե ինչպես էր վազելով գալիս ինձ մոտ, ծունկը ջարդած, եւ ես փչում էի վրան, ասում, որ հիմա ամեն ինչ կանցնի։ Ինչպես էր նա քնում իմ գրկում, եւ ես վախենում էի շարժվել, որպեսզի չարթնացնեմ։ Ուր կորավ այդ ամենը։ Երբ նա վերածվեց այդ սառը, հաշվենկատ տղամարդու, ում համար մայրը պարզապես խնդիր է, որը պետք է լուծել։ Ես գիտեի պատասխանը։ Դա տեղի ունեցավ աստիճանաբար։ Սկզբում մանեն, շքեղության եւ կարգավիճակի իր հավերժ ձգտմամբ, հետո նրանց նոր շրջապատը, որտեղ գնահատվում էին միայն փողն ու հաջողությունը, արտակը թույլ էր։ Նա տրվեց այդ ազդեցությանը։ Նա ուզում էր համապատասխանել։ Ես, իմ հին սկզբունքներով, իմ համեստ կյանքով, դարձա նրա համար կենթանի կշտամբանք։ Նա ոչ պարզապես ուզում էր ազատվել բեռից, նա ուզում էր ազատվել իր խղճից։ Այդ երեկո ես ինձ հաղթող չէի զգում։ Ես ինձ զգում էի դատարկված, ինչպես ծանր արյունահեղ ճակատամարտից հետո, որտեղ դու կարծես թե հաղթել ես, բայց կորցրել ես չափազանց շատ։ Ես կորցրեցի որդուս, գուցե ընդմիշտ։ Ես շուտ պառկեցի քնելու, բայց քնել չկարողացա։ Գիշերվա լռության մեջ յուրաքանչյուր խշշոց խլացուցիչ էր թվում։ Ես մտածում էի այն մասին, թե ինչ կլինի վաղը։ Վաղը նրանք ամեն ինչ կհասկանան, եւ նրանց զայրույթը կթափվի ինձ վրա ամբողջ ուժով։ Եվ ես չգիտեի, կհերիքի արդյոք ինձ ուժ, որպեսզի դիմանամ դրան։ Բայց ես գիտեի մեկ բան. ես այլևս չեմ նահանջի։ Ես չափազանց երկար եմ լռել։ Հիմա ժամանակն է խոսելու, եւ թող նրանք լսեն իմ ձայնը։ Այն կնոջ ձայնը, ում նրանք փորձում էին ջնջել իրենց կյանքից, բայց ով ավելի ուժեղ գտնվեց, քան նրանք կարծում էին։ Առավոտը սկսվեց խլացուցիչ լռությամբ։ Հեռախոսը լուռ էր, ոչ զանգեր, ոչ հաղորդագրություններ։ Ես գիտեի, որ դա փոթորկից առաջ խաղաղությունն է։ Նրանք ստացել են ծանուցումը բանկից։ Նրանք հասկացել են, թե ով է կանգնած այդ ամենի հետևում։ Եվ հիմա նրանք մտմտում էին իրենց հաջորդ քայլը։ Ես նախաճաշեցի ընդհանուր ճաշարանում։
Պանսիոնատի բնակիչները, ինչպես միշտ, հանգիստ էին եւ բարեհոգի։ Նրանք քննարկում էին եղանակը, թորներին, երեկվա սերիալը։ Ես նստած էի նրանց մեջ, խմում էի թեյս եւ ինձ զգում էի կերպար ուրիշ պիեսից։ Նրանց մոտ խաղաղ, չափավոր ծերություն էր։ Ինձ մոտ պատերազմ։ Մոտ կեսօրին իմ սենյակի դուռը թակեց Ռոբերտ Միսակչը։ Աննա Բորիսովնա, նրանք այստեղ են։ Նրանք պահանջում են հանդիպում ձեզ հետ, իրենց շատ համառ են պահում։ Ես կիջնեմ 5 րոպեից, ուղեկցեք նրանց բանակցային սենյակ։ Եվ Ռոբերտ Միսակչ, խնդրում եմ, միացրեք ձայնագրությունը այդ սենյակի տեսախցիկի վրա, ամեն դեպքում։ Նա հասկացողությամբ գլխով արեց։ Արդեն միացված է։ Ես նայեցի ինձ հայելու մեջ, գունատ, հոգնած դեմք, բայց աչքերը պինդ։ Ես ուղղեցի բաճկոնի սոծիկը եւ դանդաղ իջա ներքև։ Նրանք նստած էին փոքր բանակցային սենյակում, կլոր սեղանի շուրջ։ Արտակը սպիտակ էր ինչպես պատը, մանեն կարմրած զայրույթից։ Հենց որ ես ներս մտա, նա վեր թռավ։ Ինչ ես արել, գոռաց նա, չբարևելով։ Դու որոշել ես մեզ ոչնչացնել։ Նստիր մանե, հանգիստ ասացի ես, եւ մի բարձրացրու ձայնդ ինձ վրա։ Այդ ինչպես ես համարձակվում։ Նա մի քայլ արեց դեպի ինձ, բայց Արտակը բռնեց նրա ձեռքը։ Մանե նստիր, խնդրում եմ։ Նա ատելությամբ նայեց ինձ, բայց ենթարկվեց։ Սկսեց Արտակը եւ նրա ձայնը դողում էր։ Ինչու դու դա արեցիր։ Իսկ ինչպես ես պետք է վարվեի։ Արտակ, հարցրի ես, նստելով նրանց դիմաց։ Ասեի ձեզ շնորհակալություն այն բանի համար, որ դուք ինձ ուղարկեցիք ձեր անոց իմ ծննդյան օրը։ Դե դա քո բարօրության համար է, բացականչեց նա։ Մենք ուզում էինք, որ քո մասին հոգ տանեն։ Դուք ուզում էիք ազատվել ինձնից, կտրեցի ես, եւ տիրանալ իմ ունեցվածքին։ Մանեն փնչացրեց։ Ինչ ունեցվածքի, քո ողորմելի բնակարանին։ Իմ բնակարանին, դանդաղ արտաբերեցի ես։ Իմ խնայողություններին եւ ինչպես պարզվեց, իմ հոլդինգին, որի բանկում դուք այդքան անզգուշորեն պահում էիք ձեր փողերը եւ տանը, որ դուք գնեցիք իմ երաշխավորությամբ։ Լռություն տիրեց։ Նրանք նայում էին ինձ, եւ ես տեսնում էի, թե ինչպես է նրանց աչքերում արտացոլվում հասկացման սարսափը։ Նրանք մինչեւ վերջին պահը չէին հավատում, որ ես այն նույն Սեդրակյանն եմ։ Դա չի կարող ճիշտ լինել, շշնջաց Մանեն։ Բայց դա այդպես է, հաստատեց ձայնը իմ մեջքի հետևից։ Սենյակ մտավ Ռոբերտ Միսակչը։ Աննա Բորիսովնան Golden AG Investments Holding-ի միակ հիմնադիրն է։ Արտակը գրկեց գլուխը ձեռքերով։ Մայրիկ, ես չգիտեի։ Ես կարծում էի դա պարզապես պասիվ եկամուտ է։ Դու չէիր ուզում իմանալ, Արտակ, ասացի ես։ Քեզ հարմար էր համարել ինձ հիմար, անօգնական պարավ։ Այդպես ավելի հեշտ էր արդարացնել արարքներդ։ Ինչ ես ուզում, հարցրեց Մանեն։ Նրա ձայնը ցածր էր, բայց լիթույնով։ Փող չկա Մանե, փող ես ունեմ։ Ես ուրիշ բան եմ ուզում։ Ես ուզում եմ, որ դուք հասկանաք, թե ինչ է պատասխանատվությունը, որ յուրաքանչյուր արարքի համար ստիպված եք վճարել։ Մենք ամեն ինչ կվերադարձնենք, բացականչեց Արտակը։ Մենք ներողություն կխնդրենք, միայն ապասառեցրու հաշիվները։ Մենք ապրելու միջոց չունենք։ Բանկը պահանջում է վերադարձնել ամբողջ հիփոթեքը 1 ամսից։ Մենք կկորցնենք տունը։ Դուք այն արդեն կորցրել եք, ցածրաձայն ասացի ես։ Այն օրը, երբ որոշեցիք, որ կարող եք տնօրինել իմ կյանքը։ Ես վեր կացա, խոսակցությունն ավարտված է։ Դուք ունեք 1 ամիս տունը ազատելու համար, այլապես դրանով կզբաղվեն դատական կատարածուները։ Իսկ հիմա, խնդրում եմ, հեռացեք։ Սա մասնավոր տարածք է, եւ ես չեմ ցանկանում ձեզ այստեղ տեսնել։ Նրանք նայում էին ինձ ինչպես հրեշի, ինչպես մոր, ով դավաճանել է իր երեխային, բայց ես գիտեի, որ ամեն ինչ ճիշտ եմ արել։ Երբեմն մարդուն փրկելու համար նրան պետք է բաց թողնել ազատանկման, որպեսզի նա հատակին խփվելով վերջապես սովորի թռչել կամ գոնե քայլել սեփական ոտքերով։ Նրանք գնացին շրխկացնելով դուռը։ Ես մնացի բանակցային սենյակում մենակ։ Ոտքերս թուլացան եւ ես իջա բազկաթոռին։ Ադրենալինը նահանջեց, թողնելով իրենից հետո զնգացող դատարկություն։ Ռոբերտ Միսակչը մտավ սենյակ մի բաժակ տաք թեյով։ Դուք ամեն ինչ ճիշտ արեցիք, Աննա Բորիսովնա։ Ես զրկեցի սեփական որդուս ամեն ինչից, շշնջացի ես։ Դուք նրա շանս տվեցիք, առարկեց նա։ Մեծանալու շանս, հաջորդ մի քանի շաբաթները ամենաբարդն էին։ Արտակն ու Մանեն չէին դադարեցնում ամեն ինչ հետ բերելու փորձերը։ Նրանք զանգում էին ինձ օրը 100 անգամ։ Ես չէի պատասխանում։ Նրանք գրում էին հաղորդագրություններ, լի մերթ աղերսանքով, մերթ սպառնալիքներով։ Ես դրանք չէի կարդում։ Նրանք փորձում էին ներխուժել պանսիոնատ, բայց անվտանգությունը, իմ կարգադրությամբ,
նրանց ներս չէր թողնում։ Նրանք սկսեցին գործել ուրիշների միջոցով։ Զանգահարեցին իմ զարմուհուն Գյումրի, ում հետ ես չէի շփվել մոտ 10 տարի։ Ասել էին նրան, թե ես խելագարվել եմ, թե ինձ գրավել են ինչ-որ խարդախներ, եւ նրանք փորձում են ինձ փրկել։ Քույրս չհասկանալով զանգահարեց ինձ։ Սկսեց գոռալ, մեղադրել։ Ինձ ստիպված եղա սառը եւ կոշտ նրան իր տեղը դնել։ Հետո նրանք գտան իմ հին ընկերուհիներին, պատմեցին նրանց նույն հեքիաթը։ Ոմանք հավատացին։ Ինձնից երես թեքեցին նրանք, ում ես ճանաչում էի ամբողջ կյանքում։ Դա ցավալի էր, բայց ես դիմանում էի։ Տիգրան Արմենակովիչը, իմ հին ընկեր իրավաբանը, ում ես խնդրել էի վարել այս գործը պաշտոնապես, իր վրա վերցրեց բոլոր բանակցությունները։ Նա իմ քարեպատն էր։ Աննա, турք մի տուր, ասում էր նա ինձ հեռախոսով։ Նրանք փորձում են ճնշել խղճահարության վրա, մեղքի զգացումի վրա։ Դա նրանց վերջին հաղթաթուղթն է։ Մի անգամ Մանեն ինձ դարանակալել էր պանսիոնատի դարպասների մոտ, երբ ես վերադառնում էի զբոսանքից։ Նա նետվեց դեպի ինձ, ընկավ ծնկների վրա։ Աննա Բորիսովնա, ներեցեք, ես սխալ էի։ Ես ամեն ինչ գիտակցել եմ։ Խնդրում եմ, մի կործանեք մեր ընտանիքը։ Արտակը նյարդային պորտկմանի եզրին է։ Նա լալիս էր կավչոն բերարկուիցս։ Ես նայում էի նրան վերևից ներքև, արցունքներից լղոզված նրա անթերի դիմահարդարմանը, եւ ոչինչ չէի զգում, ոչ խղճահարություն, ոչ չարություն, միայն սառը հոգնածություն։ Վեր կաց, Մանե, մի ստորացիր, ես վեր չեմ կենա, մինչև դուք ինձ չներեք։ Ես քեզ ներում եմ, ասացի ես, բայց դա ոչինչ չի փոխում, որոշումն ընդունված է։ Ես զգուշորեն ազատեցի վերարկուս նրա ձեռքերից եւ գնացի դեպի մուտքը։ Նա մնաց ծնկաչոք կանգնած ճանապարհի մեջտեղում, բարձրաձայն հեկեկալով։ Մեկ ամիս անց, ինչպես եւ նախատեսված էր, նրանք ազատեցին տունը, տեղափոխվեցին փոքր վարձով բնակարան քաղաքի ծայրամասում։ Արտակը կորցրեց աշխատանքը։ Նրան ազատեցին, հենց որ լուրեր տարածվեցին նրա ֆինանսական խնդիրների մասի։ Մանեն սովոր լինելով շքեղության, հուսահատության մեջ էր։ Ես գիտեի, որ նրանց համար դժվար է, բայց ես նաև գիտեի, որ դա միակ ճանապարհն է։ Նրանք պետք է անցնեին այդ նվաստացման միջով, այդ աղքատության միջով, որպեսզի հասկանային այն բաների գինը, որոնք նրանք այդքան թեթևամտորեն քանդեցին, վստահության, ընտանիքի, սիրո։ Ես վերադարձա իմ հին տուն, բայց ոչ նրա համար, որպեսզի ապրեմ այնտեղ։ Ես այն հանեցի վաճառքի, ես չէի ուզում այլևս մնալ այն քաղաքում, որտեղ ամեն ինչ հիշեցնում էր ինձ դավաճանության մասին։ Տան վաճառքից ստացված գումարը եւ իմ խնայողությունների մի մասը ես դրեցի բանկ Արտակի անունով, բայց մեկ պայմանով, նա կկարողանա հասանելիություն ստանալ դրանց միայն 5 տարի անց եւ միայն այն դեպքում, եթե գտնի մշտական աշխատանք եւ անցնի հոգեթերապիայի կուրս։ Ես ուզում էի նրան տալ ոչ թե ձուկ, այլ կարթ, ոչ թե պատրաստի լուծում, այլ հնարավորություն, ինքնուրույն կառուցելու իր կյանքը նորից։ Ճիշտ։ Ինքս գնացի մի փոքրիկ տնակ ծովի ափին, փոքր, խաղաղ քաղաքում։ Ես միշտ երազել եմ ապրել ջրի մոտ։ Վերջին անգամ ես նրանց տեսա մեկնելու օրը։ Ես գնացի նրանց վարձով բնակարան, հրաժեշտ տալու։ Նրանք նստած էին խոհանոցում, հին, մաշված սեղանի շուրջ։ Արտակը նիհարել էր, ընկել, Մանեն ուժասպառ տեսք ուներ։ Ես մեկնում եմ, ասացի ես։ Ուր, հարցրեց Արտակը։ Այնտեղ, որտեղ տաք է, նոր կյանք սկսելու։ Ես դրեցի սեղանին բանկային արքրիկի բանալիները եւ պայմաններով նամակը։ Սա քեզ Արտակ, քո շանսը։ Կօգտվես դու դրանից թե ոչ, որոշողը դու ես։ Նա լուր վերցրեց բանալիները։ Մայրիկ շնորհակալություն, շշնջաց նա։ Չարժե, պատասխանեցի ես։ Պարզապես ապրիր եւ աշխատիր լինել երջանիկ, իսկապես։ Ես հեռացա առանց հետ նայելու։ Ես գիտեի, որ ետևում եմ թողնում ոչ միայն քաղաքը, այլև մի ամբողջ կյանք լի ցավով եւ հիասթափություններով։ Բայց ես նաև գիտեի, որ առջևում ինձ սպասում է ինչ-որ նոր, հանգիստ եւ գուցե նույնիսկ երջանիկ բան։ Իմ նոր տունը ծովի մոտ հենց այնպիսին էր, ինչպիսին ես երազում էի։ Փոքր, մեկ հարկանի, մեծ պատշգամբով, որը պատված էր բաղեղով, եւ փոքրիկ այգով, որտեղ աճում էին վարդեր եւ նարդոս։ Պատուհանները նայում էին ուղիղ լողափին, եւ ամեն առավոտ ես արթնանում էի ալեբախության ձայնից եւ ճայերի ճիչից։ Ես ապրում էի մենակ, բայց ես միայնակ չէի։ Ես շատ էի զբոսնում ափով, հավաքում խխունջներ, շնչում աղի օդը։ Ես սկսեցի նկարել, գնեցի ջրաներկ, մոլբերտ եւ ամբողջ օրերով նստում էի պատշգամբում, փորձելով թղթին հանձնել ծովի փոփոխական գույները։ Ինձ մոտ այդքան էլ լավ չէր ստացվում, բայց ինձ դուր էր գալիս բուն գործընթացը։ Այն հանգստացնում էր, խաղաղություն բերում հոգուս։ Ես դադարեցի հետևել Երևանի նորություններին։
Ես չգիտեի, թե ինչպես են ապրում Արտակն ու Մանեն, եւ անկեղծ ասած, չէի ուզում իմանալ։ Ես տվել էի նրանց իրենց շանսը, իրենց ճանապարհը։ Այնուհետև նրանք պետք է գնային ինքնուրույն։ Երբեմն ինձ զանգահարում էր Տիգրանը, պատմում հոլդինգի գործերի մասին։ Ոսկե տարիները ծաղկում էր։ Ռոբերտ Միսակչը հրաշալի կառավարիչ դուրս եկավ։ Ես հանգիստ էի իմ գործի համար։ Անցավ 3 տարի։ Ես սովորեցի իմ նոր խաղաղ կյանքին։ Ես ընկերացա հարևանների հետ, նկարիչների տարեց զույգ։ Մենք հաճախ էինք միասին թեյ խմում եւ քննարկում գրքեր ու նկարներ։ Ես ինձ երջանիկ էի զգում։ Այո, հենց այդպես։ Հանգիստ, խաղաղ, ներդաշնակ երջանկությամբ։ Մի անգամ իմ 78-րդ ծննդյան օրը ես նստած էի պատուշկամբում եւ նկարում էի մայրամուտը։ Արևը դանդաղ իջնում էր ծովը, երկինքը ներկելով վարդագույնի, նարնջագույնի եւ մանուշակագույնի անհավանական երանգներով։ Հանկարծ ես դարպասի մոտ լսեցի ծանոթ ձայն։ Մայրիկ, ես շրջվեցի։ Դարպասի մոտ կանգնած էր Արտակը։ Նա մենակ էր։ Նա շատ էր փոխվել, մեծացել էր, ինչ է։ Նրա հայացքում այլևս չկար այն տղայական շփոթվածությունը։ Հայտնվել էր վստահություն, հանգստություն։ Կարելի է, հարցրեց նա։ Ես գլխով արեցի։ Նա մտավ այգի, մոտեցավ պատուշկամբին։ Ձեռքում բռնել էր դաշտային ծավիկների փոքրիկ փունջ։ Ծնունդդ շնորհավոր, մայրիկ։ Նա մեկնեց ինձ ծավիկները։ Ես վերցրի դրանք։ Երիցուկներ, տերեփուկներ, զանգակներ, իմ սիրելի, շնորհակալություն, ցածրաձայն ասացի ես։ Մենք երկար լռում էինք, նայելով ծովին։ Ես աշխատանք եմ գտել, վերջապես ասաց նա։ Մի փոքր շինարարական ընկերությունում, որպես մենեջեր, աշխատավարձը շատ մեծ չէ, բայց ինձ դուր է գալիս։ Ես ինձ զգում եմ իմ տեղում։ Ես ուրախ եմ քեզ համար, Արտակ։ Մենք Մանեի հետ, մենք բաժանվեցինք։ Ես լռեցի։ Նա չկարողացավ ապրել առանց շքեղության, իսկ ես հասկացա, որ ինձ դա պետք էլ չէ։ Նա նայեց ինձ։ Ես օգտվեցի քո շանսից, մայրիկ։ Անցա թերապիա, շատ բան հասկացա իմ մասին, հորս մասին, քո մասին։ Ես սարսափելի որդի էի։ Ներիր ինձ։ Արցունքները լցվեցին աչքերս, բայց դրանք ցավի արցունքներ չէին, դրանք թեթևացման արցունքներ էին։ Ես վաղուց եմ քեզ ներել տված, ասացի ես։ Նա մոտեցավ եւ գրկեց ինձ ամուր, ինչպես մանկության տարիներին, եւ ես պատասխան գրկեցի նրան։ Ես կարող եմ երբեմն գալ, հարցրեց նա։ Պարզապես լինել քեզ հետ։ Իհարկե, ժպտացի ես։ Իմ տունը միշտ բաց է քեզ համար։ Նա գնաց հաջորդ օրը, իսկ ես մնացի ծովի մոտ գտնվող իմ փոքրիկ տնակում, իմ ներկերի հետ, իմ վարդերի հետ, իմ հանգստության հետ։ Ես գիտեի, որ անցյալը չի անհետացել։ Այն միշտ կլինի իմ մասնիկը, բայց այն այլևս չէր որոշում իմ կյանքը։ Ես հաղթեցի ոչ թե նրանց, այլ ինքս ինձ, իմ վախերը, իմ ցավը, իմ կախվածությունը ուրիշի կարծիքից։ Ես գտա ավելին, քան փողերը եւ տները։ Ես գտա ինքս ինձ, եւ դա իմ կյանքի ամենագլխավոր հաղթանակն էր։ Եթե ձեզ դուր եկավ այս պատմությունը, եթե այն դիպավ ձեր հոգու լարերին, խնդրում եմ, թողեք ձեր արձագանքը։ Ձեր մեկնաբանությունները լավագույն պարգևն են եւ ոգեշնչումը նոր պատմություններ ստեղծելու համար։ Պատմություններ կյանքի մասին, պայքարի մասին եւ այն մասին, որ հույս միշտ կա։ Այստեղ հեքիաթներ չեն, այստեղ կյանքն է։